Ընդդեմ ֆաշիզմի պատերազմ նաև հանուն արվեստի նախորդ դարի կեսերին խորհրդային միության քաղաքացին ճակատում կռիվ էր տալիս, թիկունքում շարունակում արարել։ Մահաբեր ռումբերի հետ պայթում էր նաև ստեղծագործողների մուսան Արամ Խաչատրյանի ազդու նոտաներից մինչև Մարտիրոս Սարյանի կտավներ։ Արվեստի ինչ գլուխգործոցներ են ստեղծել, մշակութային ինչ կյանքով է ապրել հայ ժողովուրդը հայրենականի տարիներին, հաղթանակի 80-ամյակին նվիրված ակադեմիայի համաժողովը իրականություն է դարձել շնորհիվ Ռոսսո Տրուդնիչեստվոյի հետ գործակցության։ Համաժողովը ոչ միայն ակադեմիական իրադարձություն է, այլև հիշողություն, հարգանք։ Բոլորս էլ գիտենք հայերի անուրանալի դերը պատերազմում, մարշալներ, հերոսներ, բայց նրանց կողքին կա նաև օրինակ Մարտին Մերջանյանցի անունը։ Պրավդա թերթի ռազմական լրագրողը վավերագրել է ֆրոնտի կարևոր իրադարձությունները։ Մոտ 20 աշխատություն, կոնֆերանսին զեկուցումներ են կարդում Ակադեմիայի արվեստի ինստիտուտի աշխատակիցներն ու այլ մասնագետներ։ Պատերազմի տարիներին, երբ թվում էր ուրախանալու սիրտ չկա, Երևանում ստեղծվում էր երաժշտական կոմեդիայի թատրոնը, թագավորը զվարճանում է օպերետով։ Նույն տարիներին է գրվել նաև Համո Սահյանի հայտնի գործերից մեկը, հենց ռազմաճակատում։ Սահյանը, որ 30-ական թվականներին սկսել է գրել, հայտնի դարձավ Նայիրյան Դալար Բարդի բանաստեղծությամբ, որը հենց ռազմադաշտում գրեց, ուղարկեց Հայաստան, այստեղ թարգմանվեց եւ գնաց ամբողջ բութենական մամուլով։ Վահագն Դավթյան, Հրաչյա Քոչար անվանի գրողները եւս մարտի դաշտում զենքից բացի նաև գրիչ են բռնել։ Վահագն Դավթյանն է, Գևորգ Էմինն է մասնակցել, Մկրտիչ Սարգսյանն է մասնակցել, Արշալուս Սարոյանը, որ գրել է Քոչարին, որտեղ հասել է մինչև Բերլին։ Հայրենականի տարիներին են հրատարակվել նաև հայ դասականների պատմավեպերը, Վարդանանքը, Պապ-թագավորը եւ այլ գործեր։ 1942-ին ցուրտ ու սոված բերմում ծնվեց Արամ Խաչատրյանի Գայանեն, համադրված դասական բալետի, ազգային երաժշտության ու խորեոգրաֆիկ արվեստի ավանդույթներով։ 1943-ին էլ հռչակավոր կոմպոզիտորը հաղթանակի եւ արդյունության հույսներ շնչեց երկրորդ սիմֆոնիայով։ Երրորդ մասում, որը նվիրված էր հայրենական պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակին, այնտեղ նա օգտագործեց Որսկան աղբեր հայկական ժողովրդական երգի մեղեդին։ Երկար չանցած երաժշտական գլուխգործոցը ստացավ Զանգով սիմֆոնիա անունը։ Ստեղծագործության սկիզբն ու ավարտը ազդարարվում է զանգով, որ արտահայտում է պատերազմի ցասումն ու վրեժը ընդդեմ չարիքի ու ֆաշիզմի։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։